Հանրային ռադիո։ Տիկին Գալյան, եթե չեմ սխալվում, մեխանիզմներ հայեցակարգեր մշակվում ատելության խոսքի դեմ պայքարի համար։ Իրավական միջոցներով ինչպես եք պատկերացնում այդ պայքարը, չգիտեմ, տուգանքներ կամ սոցցանցերի վերահսկողություն, եթե իհարկե հնարավոր է։ Ինչու եմ հարցնում, որովհետև ԵԽԽՎ բանաձևը օրերս ընդունված այդ փաստաթղթում հստակ նշվել է, որ նախընտրական շրջանում անհրաժեշտ է պատշաճ մթնոլորտ ապահովել քաղաքական քննարկումների եւ բացառել ատելության խոսքը։ Շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Մեր երկրում խոսքի ազատությունը շփոթում են շատ հաճախ ատելության խոսքի հետ, որովհետև սահմանները երևի չեն գիտակցվում ազատ կողմից։ Պետք է նշեմ, որ այսօր ատելության խոսքի որոշ դրսևորումների համար կա քրեական պատասխանատվություն, այսինքն նախ մենք իրավագիտար պրակտիկան պետք է տանենք այն ուղղությամբ, որ այն հնչեցին նաև, որ մեկ հայտարարության համար կարող են պատասխանատվության ենթարկվել, բայց իրականում հայտարարությունն էլ կամ խոսույթն էլ կարող է քրեորեն հետապնդելի լինել, որովհետև ուղիղ գրված է քրեական օրենսգրքում պատասխանատվության մասին։ Բայց բացի սրանից մենք հիմա հենց այսօր ինձ մոտ վերջնական քննարկում ենք ունենալու նախագծի այն փաթեթի, որը վերաբերում է ատելության խոսքի դեմ պայքարին ու սահմանելու ենք ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտ, նաև ատելության խոսքի զոհ դարձած անձանց համար, ինչպես որ կա նախատեսված զրպարտության կամ վիրավորանքի պարագայում քաղաքացիական դատավարության շրջանակներում եւ նաև քննարկում ենք հնարավորությունը վարչական պատասխանատվություն նախատեսելու, ամեն դեպքում կարգավորումները պետք է լինեն այնպիսին, որպեսզի հնարավորություն տան պատասխանատվության ենթարկվել նյութը հրապարակող, արտահայտություն թույլ տվող անձին, իսկ եթե նյութի հրապարակման ձևով է այդ արարքը տեղի ունեցել, ապա պետք է օրենսդրական հիմքեր լինեն, որպեսզի այդ նյութը պահանջվի հեռացնել համապատասխան դաշտից, որտեղ որ առկա է։ Դա կլինի սոցիալական կայք, համացանց, չգիտեմ, ԶԼՄ-ի գործուն, հարթակ, էլեկտրոնային եւ այլն։ Ամեն դեպքում ամփոփելով ասեմ, որ այս հարցը մեր ուշադրության կենտրոնում է, առաջիկա նաև ոլորտի պատասխանատուների հետ վերջնական հանդիպում քննարկում կունենանք եւ նախագիծը պաշտոնապես կշրջանառենք, շատ ցանկալի կլինի, որ նաև ունենանք ձեր եւ մյուս բոլոր անձանց կարծիքը, ովքեր որ ասելիք ունեն ատելության խոսքի դեմ պայքարի հետ կապված։ Շնորհակալություն Քրիստինե Հովհաննիսյան, Փաստինֆո։ Շնորհակալություն, Տիկին Գալյան, խնդրում եմ հստակ նշել սանրադրության այն հոդվածը, որով վարչապետը լիազորվում է կամ արտոնվում է կամ հնարավորություն ունի ասելու, թե ով է երկրում կաթողիկոս, ով ոչ, ով է եպիսկոպոս, ով է կարգալույց, ով ոչ, որոշելու, թե որ եկեղեցում որ հոգևորականը իրավունք ունի հոգևոր ծառայություն մատուցելու։ Պարգևավճարների հետ կապված մի հարց, նաև Տիկին Գալյան, երկու անգամ Նիկոլ Փաշինյանը հիմնավորելով այդ հավելավճարները, որ տրվում են, ի թիվս այլնի նաև նշեց, որ այդ գումարները անհրաժեշտ էր տալ բարձրաստիճան պաշտոնյաներին, որովհետև դատական հայցեր ներկայացնելու անհրաժեշտություն կա, խնդրում եմ նշել, թե որ հոդվածով ինչ օրենքով է պաշտոնյաներին պետբյուջեից գումարներ հատկացվում այդ հայցերը փոխհատուցելու, դատական ծախսերը փոխհատուցելու համար։ Եվ սահմանադրական բարեփոխումների հետ կապված փոքր հարց, անդրադարձ եղել է վերջո անկախության հռչակագրին, թե ոչ, ինչ է որոշվել եւ արդյոք սահմանադրությամբ եկեղեցու բացառիկության կարգավիճակը պահպանվում է, թե ամենայն Հայ-առաքելական եկեղեցին հավասարեցվում է մյուս կրոնական կազմակերպություններին։ Շնորհակալություն։ Դուք շատ լավ միտք ասեցիք, արդյոք Հայ-առաքելական եկեղեցին հավասարեցվում է կրոնական մյուս կազմակերպություններին ու մոտավորապես պատասխանեցիք այն հարցին, թե ինչու է Հայ-առաքելական եկեղեցու վերաբերյալ դրույթը նշվել սահմանադրության մեջ։
որովհետև նույնիսկ մասնագիտական հանրույթում թույլ ընկալում կա նշումի հետ կապված, այսինքն նպատակի նշման։ Ես ուզում եմ այս մասին խոսել ու շատ կարևոր է, որ այս հարթակում մենք խոսենք այս թեմայի մասին եւ վերջակետ դնենք այն դեբատներին, որոնք վերաբերում են եկեղեցու կարգավիճակի սահմանադրական եւ եկեղեցու հետ կապված կամ եկեղեցականների հետ կապված արարքների գնահատականին սահմանադրական կարգի տապալման տեսանկյունից եւ նմանատիպ տեսանկյուններից այս խոսույթը կա հանրության մեջ։ Եկեղեցու վերաբերյալ նախ կրոնական կազմակերպությունների վերաբերյալ առանձին դրույթ է պարունակում սահմանադրությունը, մեր պետությունում ընդունում է կրոնական այլակարծությունը, մտքի, խղճի, դավանանքի, համոզմունքի, կարծիքի, արտահայտվելու ազատությունը եւ այլն, եւ եկեղեցու վերաբերյալ առանձին դրույթի նախատեսումը իրավական տեսանկյունից մի նպատակ ունի, որպեսզի ցույց տրվի, որ սահմանադրությամբ արդեն իսկ որ մեր հիմնարար օրենքն է, եկեղեցին անհավասար է այլ կրոնական կազմակերպությունների հետ եւ սա է պատճառը, որ նախատեսվել է նմանատիպ սահմանադրական դրույթ, որպեսզի հիմնավորվի եկեղեցու նկատմամբ օրենքի